Նման խոսակցությունները նոր չեն եւ այդ օրինակ ապրանքների հետ կապված, գազի գնի հետ կապված տարիներ շարունակ եղել են եւ պետք է ասեմ, որ այդ պարագայում, եթե նրանք նման որոշում կկայացնեն, Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կկայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե հապկից, թե ՀԱՏՄ-ից եւ մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի, որովհետեւ ես գիտեմ նաեւ, որ շատ լավ զրույց է դրանից հետո տեղի ունեցել երկու երկրի ղեկավարների միջև, շատ աշխատանքային, շատ արդյունավետ, հույս ունեմ պարոն վարչապետը այն մասը, որ կգտնի ճիշտ ինքը ձեզ կպատմի, բայց միևնույն ժամանակ այո, ընդունում եմ, որ այդ խոսակցությունը այնպես չէ, որ մենք հաճախ ենք տնում երկու երկրների որևիցե երկու երկրների հանդիպումների բաց մասում, բայց միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի կարծիքը եւ տեսակետը նույնպես ներկայացրեց եւ այն բոլոր հրապարակումները, որոնք որ համացանցում կան, այդ գնահատականը կիսում են, որ ես տալիս եմ, դա process է, դա բանակցություն է, դա խոսակցություն է, որը որ կարծում եմ նաև դրական կողմեր պարունակում